Ուկրաինան Ռուսաստանի խորքերին արդեն հարվածում է նաև աթաքմ սեռահար հրթիռներով։ Ամերիկյան արտադրության 4 սեռահար հրթիռները հասել են Վորոնեժ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը վստահեցնում է, որ բոլորը խոցել են։ Բեկորների ընկնելու հետևանքով մի մանկատանտանիք է վնասվել, մի տանտանիք էլ փուլ է եկել, պատուհաններն են կոտրվել։ Դաշնությունը պատասխան հարված է հասցրել Իսկանդերով և ոչնչացրել է ուկրաինական հրթիռների արձակման կայանները։ Երեքշաբթի էր ուկրաինական զինուժի գլխավոր շտաբը հայտարարել, որ ուկրաինական բանակն առաջին անգամ կիրառում է ամերիկյան աթաքմ հրթիռներ Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներ ոչնչացնելու համար։ Նահանգները այդ հեռահար բալիստիկ հրթիռները Կիև է ուղարկում դեռ 2023-ից, բայց մինչև այս տարվա սեպտեմբեր Թրամփն արգելում էր հարվածել Ռուսաստանի խորքերը։ Ուկրաինային հարվածելու համար Ռուսաստանը նախատեսում է Բելարուսի հետ ստեղծել Սու-75 5-րդ սերնդի կործանիչներ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներն են հայտնում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ գիշերը խոցել են ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայում լուսաբացին հայտարարվել է օդային հարձակման տագնապի դրություն, 16 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորներ կան Տերնոպոլում, բնակելի շենքերի վրա ռուսական հարվածներից։ Այս մասին Ուկրաինայի նախագահն է հայտնել սոցցանցերում։ 3 մարդ վիրավորվել է Իվանո-Ֆրանկովսկի մարզում, Լվովի մարզում վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ։ Հարվածներ են հասցվել Կիևի, Նիկոլաևի, Չերկասիի, Չեռնիգովի և Դնեպրոպետրովսկի շրջաններին։ Առնվազն 46 մարդ է տուժել, այդ թվում 2 երեխա, Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածից։ Ըստ ուկրաինական կողմի, հարվածներից բնակելի մի քանի շենքերում հրդեհ է բռնկվել, 22 մարդ տարհանվել է։ Խարկովի մարզի նահանգապետի խոսքով այդ հարձակման ժամանակ ռուսական զինուժը 11 ԱԹՍ է օգտագործել։ Դիանա Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։